Կո խոսքի իրավունքում այսօր Էդգար Ղազարյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել եք։ Ես եմ շնորհակալ։ Գրել էիք, որ այսօրանից մի շարք լցակայաններում, բենզալցակայաններում բոլոր պատերազմներում մեր զոհված զինվորների արյունը կվաճառվի 1 լիտրը 440 ՀՀ դրամով, որը համարժեք է 1.97 ադրբեջանական մանաթի։ Գոնե կասեք, թե որ լցակայաններն են, եթե իհարկե տիրապետում եք այդ ինֆորմացիային էլ, որ հասկանանք ում համար մեկ չէ մեր զինվորի արյունը։ Դե պարզ է, որ այդ գրառումը ունի այն փոխաբերական իմաստը եւ դա վերաբերվում է ադրբեջանական պետական նավթագազային ընկերության կողմից, Սոկարի կողմից արտադրված բենզինը Հայաստան ներմուծելու հանգամանքով, որը այսօրվանից պետք է տեղեկությունների վաճառվի Հայաստանում, կարծեմ 2 բեզարը լցակայաններ ունեցող ընկերություններում, որոնք մեզ ըստ մամուլի հրապարակումների, մեկը Run Oil, մեկը Gulf ընկերությունների, իմ ունեցած տեղեկություններով, չնայած մեզ մանրամասներ չեն հայտնում, այդ գործարքը շատ մութ է իր պատմություններով, որովհետև նախ չի կարա դա կրի կոմերցիոն զուտ բնույթ, որովհետև եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չկան հաստատված դիվանագիտական հարաբերություններ, ուրեմն մասնավոր ընկերություններն էլ ստեցության չեն կարող իրար հետ փոխգործակցություն ունենալ եւ պարզվում է, որ այդ բենզինը ներմուծելը ոչ թե իմ կողմից վկայակոչված ընկերություններից որևէ մեկը, այլ երրորդ ընկերություն, որից այդ ընկերությունները առել են այդ բենզինը։ Իդեպ շատ կասկածելի է, որ դա շուկայականից էական ցածր գնով է վաճառում, որովհետև այդ որակի բենզինը Հայաստանում մինչև այդ վաճառում էր 500 դրամ եւ ավել գնով։ Եվ նման գինը դա ակնհայտ դեմպինգի քաղաքականություն է, ես կարծում եմ, որ առաջիկայում պետք է դիմել մրցակցության պաշտպանության հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի, թե ինչպես է ստացվել, որ այդ կոնկրետ այդ բենզինի գինը ավելի ցածր է, ոչ մրցակցային է, որովհետև դա նպատակ ունի շուկայից դուրս թողնել հայաստանյան այլ բարեխիղճ տնտեսվարող ընկերությունների, որովհետև Ադրբեջանից ներմուծվող բենզինը չի կարող ավելի էժան լինել, քան Ռուսաստանից, այն պարզ պատճառով, որ նախ Ռուսաստան ավելի խոշոր նավթարդյունահանող եւ վերամշակող ընկերություն է, քան Ադրբեջանը, այսինքն չի կարող Ադրբեջանում նավթը լինել ավելի էժան, քան Ռուսաստանում։ Բացի այդ, Ռուսաստանի հետ մենք ընդհանուր Եվրասիական տնտեսական միության կազմում ենք, նույն մաքսային եւ տնտեսական տարածքում, հետեւաբար Ռուսաստանից ներմուծվող ապրանքները չեն հարկվում, այսինքն իսկ Ադրբեջանից, այսինքն երրորդ երկրից ներմուծողը պետք է վճարի հարկեր, ընդ որում բենզինը նաև ենթակցիզային ապրանք է, այսինքն ավելացված արժեքի հարկից բացի դրա համար վճարվում է նաև ակցիզային հարկ։ Հետևաբար երրորդ երկրներից մինչև հիմա Հայաստան բենզին որ չի ներմուծում, այդ տնտեսական հիմնավորումներով է։ Հիմա հարց առաջանում, ոնց եղավ, որ երրորդ երկիր Ադրբեջանն է, ունդեղից ներմուծվող բենզինը ունի նման էժան գին, ակնհայտ է, որ դա կոնկրետ քաղաքական գործարք է, որը միայն մութ կողմեր է իր մեջ պարունակում եւ Սոկարի համար հետագա մեծ հեռանկարներ է նախատեսում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Սոկարը բենզինով, նավթամթերքով բացի զբաղվում է նաև ադրբեջանական գազի արդյունահանման եւ վաճառքով եւ Վրաստանում հանդիսանում է նաև գազը բաշխող ընկերություններ։ Այն ծառայությունները, որ մեզ հիմա Հայաստանում մատուցում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը, Վրաստանի բաժանորդների համար իրականացնում է Սոկար։ Ինչ է կակնարկում։ Ես կարծում եմ, որ Սոկարը նպատակ ունի հետագայում տիրանալ նաև Գազպրոմ Արմենիա ընկերությանը ճիշտ այն մեխանիզմներով, ինչպես որ հիմա թուրքական եւ ադրբեջանական հեռանկար է սպասում Հայաստան էլեկտրական ցանցեր ընկերությանը, որովհետեւ ընկերությունը զրկված է լիցենզիայից եւ հիմա ըստ օրենքի ընթանում են բանակցություններ սեփականատիրոջ փոփոխության հետ կապված, իսկ Եվրոպական միությունը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանին տրամադրել մոտ 500 միլիոն դոլարի աջակցություն Վրաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի միասնական էլեկտրական համակարգ ձևավորելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ սա ուղիղ կարող վերաբերելի լինի նաև Գազպրոմ Արմենիային եւ ի վերջո մեզ մոտ նույնպես գազաբաշխում են, որում ռուսական, որտեղ Ադրբեջանը ունի գազի բավարար պաշարներ եւ Ադրբեջանը ձեռք է բերում Ռուսաստանից գազ եւ վաճառում այլ երկրների իբրև ադրբեջանական։ Այսինքն նույն ռուսական գազը մենք կարող ենք ստանալ ոչ թե ուղիղ ռուսական ընկերությունից, Գազպրոմ ընկերության կողմից, որը 100% տնօրինում է Գազպրոմ Արմենիայի բաժնետոմսերը, այլ ադրբեջանական Սոկար նավթագազային ընկերության կողմից։ Իդեպ այդ մասին դեռ անցած տարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը Վրաստանում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհին նվիրված
կոնֆերանսի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանը կարող է նաև գազը ձեռք բերի Ադրբեջանից։ Իսկ այդ ընկերությունը Սոկարն է, իդեպ ասեմ, Սոկարում մինչև նախագահ պետական պաշտոններ զբաղեցնելը 94-ից մինչև 2000 թիվը աշխատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա եղել է Սոկարի փոխնախագահ։ Ասել կուզի դա ադրբեջանական էքսպանսիա, այսինքն չէ, իրանց կամպանիան է, այսինքն պետական, դա այսինքն սովորական բիզնես չի, դա պետական ընկերություն, պետական Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն է անցել Սոկար, ուղղակի դա պետական հիմնարկի կարգավիճակ ունի, դա բաժնետիրական ընկերություն։ Ձեզ հասկացա։ Ցանկացած ժողովրդավարական բաստիոնում էլ պետական թատրոնների տնօրենները բարեկամներին են իրենց մոտ գործի տեղավորում։ Ինչը այստեղ նորմալ չէ։ Օդափոխվելու տեղն ու ձևը դուք չգիտեք։ Իրանք գիտեն։ Դուք ինչ եք հասկանում արվեստից առհասարակ, պարոն Ղազարյան։ Մինչև արվեստին հասկանալը ես նախ միանգամից հասկացա ձեր հեգնանքը։ Այդ բացասական երևույթներին, որոնք կա մեր հասարակության մեջ, որովհետև կոռուպցիան ունի տարբեր դրսևորումներ, այդ թվում հովանավորչությունը եւ ընտանիավարությունը։ Եվ միայն այն, որ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տնօրենի տեղակալը դա գեղարվեստական ղեկավարի եղբայրն է, դա արդեն կոռուպցիայի դրսևորումն է, որովհետեւ նախ պետք է հասկանալ, թե այդ մարդը ինչի է հայտնվել այդ կարգավիճակում, երբ որ նրա եղբայրը գեղարվեստական ղեկավարն է։ Ես կարծում եմ, որ այստեղ արդեն կոռուպցիոն մեծ դրվագություն ունի։ Երկրորդը, եթե նա ոչ թե հոգևոր երգչախմբի ղեկավարը, այլ օպերայի եւ թատրոնի ղեկավարի տեղակալն է, ուզում եմ անամ աշխատանքային օր աշխատանքային ժամի ինքը ինչ գործ ուներ մայր տաճարում եւ ինչ նպատակով էր ընդ գնացել քաղաքական մի հավաքի մասնակցելու, որը իդեպ վաղաշաբաթի համայնքի ղեկավարի կողմից արտոնված չի եղել։ Առհասարակ ծանուցում չի ստացել համայնքի ղեկավարը, որ այնտեղ պետք է օրինական հավաք լինի։ Եվ երրորդը ինչեր նա ընդ ցուցաբերում խուլիգանական վարքագիծ, պղծելով մեր գլխավոր քրիստոնեական հուշարձանը մայր տաճարը եւ իր բոլոր 4 ոտքերով կանգնելով ամենայն հայոց կաթողիկոսներից մեկի գերեզմանի վրա։ Եվ այս ամենի ամենասարսափելիներից մեկն է, որ նրա եղբայրը այդ Դուրգարյանը արդար փոխարենը մեղադրի եւ դատապարտի իր եղբոր այդ անգոլատելի խուլիգանական պահվածքը նա արդարացնում է դրանով, որ նա բարձացել է այդ գերեզմանի վրա օդափոխության նպատակով։ Ես չգիտեմ դուրգայանները, երբ որ իրենց հարազատների շիրիմներին այցելում են օդափոխության նպատակով նրանց վրա բարձրանում են, թե չէ։ Որպեսզի հասկանան, թե ամենայն հայոց կաթողիկոսի գերեզմանի վրա ինչի են օդափոխվում։ Ժողովուրդը կարողացավ պատվով հաղթահարել 10 եպիսկոպոսներով կազմակերպված այդ փորձությունը, որի ժամանակ տեղի ունեցել այդ միջադեպը։ Պարզ է, որ սա վերջը չէ։ Պարզ է, որ Փաշինյանը չհանձնվեց եւ ինչ որ նոր բաներ հաստատ ձեռնարկելու է։ Ձեր տպավորությամբ եկեղեցին ինքնապաշտպանության ավելի մեծ ռեսուրս ու փորձ ունի, քան Փաշինյանը հարձակման։ Եկեղեցին իհարկե չունի նման փորձ, որովհետեւ եկեղեցին նման իրավիճակում երբեք չի եղել, որպեսի փորձ ձեռք բերի։ Նիկոլայ եկեղեցու համար մարտահրավեր է, որին նրանք բախվում են առաջին անգամ, այսինքն իհարկե եկեղեցին տարբեր ժամանակաշրջանում թիրախավորվել է տարբեր ձևերով, բայց նման նենք ստոր եւ ապօրինի միջոցներով հետեւողական կերպով որպեսի թիրախավորված լինի, սա առաջին անգամ է, բայց ես կարծում եմ մեծ խնդիր չի եկեղեցու համար, որովհետեւ նրանք փորձառություն չունեն դիմակայելու, բայց ունեն աստվածային ուժը դիմակայելու ցանկացած փորձության եւ 1700-ից ավել տարիների ընթացքում կարծում եմ եկեղեցին շատ այլ դժվարություններ եւ փորձություններ է հաղթահարել, բայց միշտ կանգուն է մնացել։ Հետեւաբար մի խոսք կա, չէ, ասում է կապ չունի թե ով է կանգնած քո դիմաց, եթե քեզ հետ է Աստված։ Իսկ Աստծո դեմ սատանայական բոլոր պայքարները մինչ այժմ ավարտվել են Աստծո հաղթանակով, իսկ մեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին դա ստեղծված է Աստծո կողմից։ Հետեւաբար Աստծո կողմից ստեղծված բարիքը որևէ մեկը, առավել եւս չար սատանայական ուժերը չեն կարող տապալել, ինչքան էլ որ փորձեն դրանում ներգրավել անգամ երբևէ այդ եկեղեցուն ծառայություններ մատուցած հոգեվորականների, որոնց պահվածքը ուղղակի աններելի է բոլոր իմաստներով, այսինքն դա դավաճանության բոլոր հնարավոր
ուրեմն շերտերն է իր մեջ պարունակում անձնական դավաճանությունից մինչև հավատքի դավաճանություն։ Ես չեմ կարծում, որ որևէ քրիստոնյա հավատացյալ մարդ, չեմ ասում բարձրաստիճան հոգևորական, կարող է ներքաշվել նման նենք դավադիր ուրեմն խաղերի մեջ։ Ես օրինակ կուզեի, չգիտեմ, այդ օրը ես էլ էի մայր տաճարում, բայց ես ժամերգության էի մասնակցում եւ այդ հավաքի նախաձեռնությունը ցուցաբերած հոգևորականներ, որոնք ի սկզբանե հայտարարություն տարածելուց նույնիսկ ամաչել են իրենց անունները հիշել, այդ տեղեկությունը տարածվել է Civic AM-ի միջոցով, որտեղ ասում է 10 եպիսկոպոսներ առանց նշելու նրանց անունները, նրանց ովքեր են նրանք, այսինքն շատ վերացական, որ անհասկանալի։ Իրենց համար մեկը կարևորը այդ քանակը։ Ես ճիշտ ասած կուզեի դրանց այդ որևէ մեկին հանդիպել, ուղղակի հարցն էլ ասենք, ինչպես է ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսը, որտեղ իմ ունեցած տեղեկություններով ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ողջ հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընտրված պատվիրակները եւ հոգեվորականներ եւ աշխարհականներ, օրինակ ասենք Հռոմեա կաթոլիկ եկեղեցու առաջնորդին, Հռոմի պապին ընտրում են միայն կարդինալները, այսինքն աշխարհականները չեն մասնակցում։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը մասնակցում են եւ հոգևորականներ, եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ եւ աշխարհականներ, որոնք իդեպ ընտրվում են բոլոր թեմերից, այսինքն ամեն թեմից ընտրվում են պատվիրակներ, որոնք էլ իրենց հերթին ընտրում են ամենայն հայոց կաթողիկոսին եւ այդ ընտրության արդյունքները հաստատում է Սուրբ հոգով, այսինքն Աստծո կամ Աստծո ընտրությունն է դա ի վերջո դառնում մարդիկ։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե վեհապար հայրապետը ընտրվել է ողջ հայ ժողովրդի ներկայացուցիչների կողմից 10 հոգի կլինի, 5 հոգի կլինի, 20 հոգի կլինի, իրավունք ունեն դեմ գնալու այդ որոշմանը եւ իրենք իրենց 10 հոգով իրենց որոշումը առաջարկեն, իհարկե չունեն։ Բացի այդ, ինձ հետաքրքիր է, ինչ ժամկետով է ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսը։ Որքան որ ինձ հայտնի, դա անժամկետ է։ Իսկ անժամկետ ինչ է նշանակում, որ միայն Աստված է որոշում կաթողիկոսի պաշտոնավարման ժամկետը։ Մեկ էլ հիմա պարզվում է, որ մի թեմի առաջնորդ Մասիսից ինքը իր սեփական որոշումը ունի, բայց ես չեմ լսել, որ ինքն է Աստվածը։ Ես այլ տեղեկություններ ունեմ։ Հետևաբար մենք պետք է սպասենք Աստծո որոշումներին, եւ եթե իրենք դեմ են գնում Աստծո որոշումներին, ուրեմն իրենք չեն հավատում, չեն ընդունում։ Ուզում եմ, որ մենք իրանց հավատանք։ Մենք իհարկե հավատում ենք այն տեղեկություններին, որ տարածում է իրանց մասին։ Օրինակ ես հավատում եմ նաև Արթուր Վանեցյանի տված տեղեկություններին ԱԱԾ նախկին տնօրեն, որ նրանք որոշակի կոմպրոմատների ազդեցության պատճառով են հայտնվել այդ կարգավիճակում, որովհետև այդ կոմպրոմատների մասին հավանաբար ժամանակին հենց Արթուր Վանեցյանն է ծառայության բերումով տեղեկացված եղել։ Այդ դրանց բաների հավատում եմ։ Բայց որ իրենք Աստծուն հավատում են, այդ դա արդեն ակնհայտ է, որ եթե Աստծուն չեն հավատում, ուրեմն նրանցից պետք է հեռու լինել եւ շարունակել հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, մեր նվիրապետական գահին, եւ ես վստահ եմ, որ դա միշտ կմնա անսասան։ ԱԱԾ-ից եւ կոմպրոմատներից խոսեցիք, ինչ կարծիքի եք ԱԱԾ-ի կողմից պատարագ խմբագրելու այդ երևույթի մասին, որը խրախուսեց նաև Նիկոլ Փաշինյանը, որ կարային բարեկամն էլ մտնի մի օր եկեղեցի հարցում անի, մի օր ԱԱԾ աշխատակից է եւ այլն եւ այլն։ Ինչ է սա ունի արդյոք այդ կառույցը նման իրավասություն կամ ինչ անպայման է որ ունենա նման իրավասություն, ինչպես ասում է Փաշինյանը, կարա մի օր մտնի հարցնի, ինչ խնդրեմ կա այդտեղ։ Անկեղծ ասած, ձեր հարցը ունի շատ ճիշտ հասցեատեր, որովհետեւ ես ինքս գլխավոր դատախազին արդեն տվել եմ հաղորդում հանցագործության մասին, որը ծառայողական խողովակներով արդեն հասել է Շիրակի մարզի քննչական վարչություն։ Եվ դա հիմնված է այն հայտարարությունների եւ հարցազրույցների վրա, որով որ հոգեվորականները պնդում են, որ ԱԱԾ աշխատակիցներ եւ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենը ժամանակին եկել են, բանակցել են, որպեսզի պատարագի ժամանակ զեղչվի ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Դա օրենքով, քրեական օրենսգրքով սահմանված հանցանք է, որովհետև քրեական օրենսգրքով կրոնական ծեսերին որևէ ձևով միջամտությունը եւ խափանելը դրա բնականon ընթացքը դա համարվում է հանցագործություն։ Առավել եւս, եթե դա արվում է պետական պաշտոնյաների կողմից, որովհետև մենք ունենք օրենք
կրոնական ազատությունների, խղճի, դավանանքի եւ կրոնական ազատությունների մասին, որով պարզապես արգելվում է պետական իշխանության որևէ մարմնի ներկայացուցիչների, այդ թվում վարչապետին, այդ թվում վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայության, ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ծառայությունը ունի հետևյալ անվանումը՝ վարչապետին ենթակա ազգային անվտանգության ծառայություն, հետևաբար նրանց գործողությունները իր մեջ ուղղակի քրեական տարեր են պարունակում, ենթադրյալ հանցանքի, ինչի համար ես արդեն դիմել եմ իրավապահ մարմիններին եւ շատ հետեւողական եմ լինելու, որպեսզի բացահայտվեն այն հոգեվորական ով որ տալիս է այդ հարցազրույցը, ինքը վկայակոչում է, որ իրեն մոտեցել են Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության մարզային վարչության աշխատակիցներ եւ ՀՊՏՀ Գյումրի մասնաճյուղի տնօրեն, այսինքն այնտեղ սուբյեկտները արդեն գրեթե նույնականացված են, պետքա բացահայտվի թե ովքեր են նրանք էլ երբ որ քրեական վարույթ լինի, կարծում եմ ցուցմունքներ կտան թե վերադասության կարգով ով է իրենց այդ հրահանգը տվել եւ կարծում եմ, որ մենք շատ կարճ ժամանակ անց քննիչի բարեխիղճ աշխատանքի արդյունքում կունենանք Նիկոլ Փաշինյանին մեղադրյալի կարգավիճակում նաեւ այդ վարույթում։ Շարունակելով գործակալների թեման, առաջիկայում նմանօրինակ վերնագրերով իբր բացահայտումներ են սպասվում, այսպես իրանք իրենց լրատվամիջոցներով, Facebook-յան օգտատերերի միջոցով տարածվում են, ինչպիսին են օրինակ Եզրաս Սրբազանին վերաբերող թղթի կտորի հրապարակումը։ Ձեր տպավորությամբ այլևս ազդեցություն ունենում են նման հրապարակումները, եթե նույնիսկ դրանք, խոսքս Եզրաս Սրբազանին վերաբերող փաստաթղթի մասին, թղթի կտորի մասին չէ, եթե նույնիսկ դրանք ճշմարտանման լինեն։ Ճիշտ ասած, ես շատ ուրախ եմ այդ թղթի կտորի հրապարակման համար, որովհետև այս դժվար, այս անկումային տրամադրությունների այս ժամանակաշրջանում, երբ որ գտնվում են մարդիկ, որոնք ուզում են զվարճացնել հանրությանը, թեմա տալ այդպես հետաքրքիր վարժանքների եւ անեկդոտների առաջացման, կարծում եմ դա օգտակար զբաղմունք է։ Օրինակ այդ թղթի կտորի հրապարակումը այդ շարքից էր։ Օրինակ շատ քիչ մարդ գիտեր, որ օրինակ մենք գիտենք, չէ, որ Մատենադարանում պահվում են ձեռագրեր, այնտեղ կան նաև լաբորատորիաներ, որոնք մշակում են, որպեսզի պահպանվեն այդ ձեռագրերը։ Բայց մենք չգիտենք, որ դա արվում է նաև ազգային անվտանգության ծառայությունում, որովհետև պարզվում է աշխարհի բոլոր թղթերը 86 թվականի դեղնել են, բացի մեկից։ Այսինքն այնտեղ պահպանման այնպիսի հատուկ պայմաններ կա, այսինքն հին ձեռագրերի Մատենադարանից բացի փաստորեն կա երկրորդ ինստիտուտը, որը փաստաթղթերն են ցա պահում, որոնք չեն դեղնում։ Աշխարհի բոլոր թղթերը 86 թվի դեղնած են։ Բացի այդ մի թղթից, որը սպիտակ է ամբողջությամբ։ Հետո պարզում է, որ դա 1986 թվականի թուղթ է KGB-ի։ Այո։ Երբ որ ասենք խորհրդային միության բոլոր ուժային կառույցներում միակ լեզուն եղել է ռուսերենը, ասենք օրինակ հայերենը խորհրդային միությունում պետական լեզու եղել միայն հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետություն, վրացերենը միայն, բայց համապետական բոլոր իշխանության մարմիններում պաշտոնական գրագրության լեզուն եղել է միայն ռուսերեն, ասենք օրինակ խորհրդային միության զինված ուժերում հայերեն նամակագրություն, փաստաթղթաշրջանառություն չի եղել, անգամ Հայաստանում տեղակայված զորամասերում։ Դա զինվորական գրքույկ չի եղել, եղել է վայնի բիլետ։ Շատ պարզ կենցաղային KGB-ն ու զինված ուժերը նույն կարգի մեջ է, իսկ ինքը չի կարող ունենա հայերեն փաստաթղթաշրջանառ։ Դες չգիտեմ, դու լսել եք, դες մի հատ պատմություն կա, չգիտեմ ինչքանով է ճիշտ է սխալ, որ մի զինվորական որպեսի բարձր կոչում ստանա, իրան անհրաժեշտ տեղը չէ, այս անկախության շրջանում այլ է կարծում։ Որ պիտի դիպլոմ ունենա, դե որ դիպլոմ չունի, պայմանավորվում է տենց Ռուսաստանից մի հատ դիպլոմի բան են ուղարկում, արդեն կնիքը խփած բան սաղ Ռուսաստանի կրթական հաստատության բարձրագույն կրթության դիպլոմ, էլի, որ պիտի լրացնեն ու դնեն անձնական գործի մեջ։ Լրացնելուց անազգանուն հայերեն են գրում։ Հա, մոտավորապես նույն պատմությունն է։ Հիմա KGB-ի դուխտը լրիվ հայերեն, այն ծննդյան թիվը նշած է, օր ամսաթիվը գրած չի, այսինքն հիմա ցանկացած հիմնարկ Երևանի աղբահանության ընկերությունում գործ ընդունողին գոնե գրում են, չէ՞, ամսի ասենք ծնվել է ոչ միայն 1969 թվականի, այլ 69 թվականի հունիսի 1-ին, չէ՞։ Պիտի օրը չէ։ Անդերիտի չկա։ Մենակ տարեթիվը։ Քաղաքացիություններ չկա, հաս, այսինքն գործակալ են հավաքագրել։ Նույնիսկ հասցեն չկա։
Բայց որ ասեք թե ուզենան այդ մարդու հետ կապ հաստատեն, այն էլ 86 ոչ սոտովի կա, ոչ բան կա, ոչ email կա, հասցնել չկա, որ գոնե մարդ ուղարկեն։ Այդ փաստաթուղթ կոչվածը ոչ վերնագիր ունի։ Նախ ասեմ ձեզ, որ դա ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակել, դա CVK-ն է։ Այսինքն նույնիսկ չի, որ ԱԱԾ-ն ընդունում է, որ դա իրենց կողմից հրապարակված կամ իրենց հետ առնչություն է, որովհետև եթե իրենք դա հրապարակեն, մի հատ ուրիշ բան է ստացվում։ Այսինքն ստացվում է, որ իրանց հետ համագործակցելը դա վատ բան է, դա անպատվություն է, որովհետև դա այդ տեսանկյունից է, չէ՞ ներկայացում։ Այն էլ 86 թվականին, երբ որ բոլոր պետական կառույցները, այսինքն անպատվությունն է, այդ գործակալ լինելու այդ բանը, դա վերաբերում է այլ պետությունների ծառայություններին հավաքագրվելը, նրանց ծառայություններ մատուցելը ի վնաս քո պետության, սա է վատը։ Իսկ սովորական պետական իշխանության մարմինների հետ համագործակցել, օրինակ իմ ընկալումներում ազգային անվտանգության ծառայությունը պետքա լինի, գոնե պետքա լինի, եթե այդպեսին չի, մեր պետության առանցքային իշխանության պետական կառավարման մարմիններից մեկը, որը կոչված է ապահովելու մեր բոլորի, մեր ողջ հասարակության, մեր պետության անվտանգությունը։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով, իրենց նախաձեռնությամբ աջակցություն են ցուցաբերում այդ մարմիններին, իրենց գործունեությունը, դա վատ բան է։ Ոստիկանությունը քննչական կոմիտեն չի հաճախ դիմում հանրության, ասում է, գիտեք, հետախուզման մեջ է գտնվում այսինչ քաղաքացին, խնդրում ենք կամ կորել է, որոնվում է այսինչ կորել է, փրկարար ծառայություն ասում է հրդեհա բռնկվե, խնդրում ենք քաղաքացիներին, կամավորներին գան մեզ օգնեն հրդեհը մարելու աշխատանքներում։ Այսինքն օգնում ես պետական մարմին իր ֆունկցիան կատարելուն, քաղաքացին օգնում է։ Դա վատ բան է։ Այդ դեպքում ստացվում է պետական կառավարման համակարգում աշխատել արդեն վատ բան է։ Օրինակ ամենավատ բանը հիմա փաստորեն անում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ինքը պետական իշխանության համակարգում զբաղեցնում ամենաբարձր պաշտոնը, անշնորհք էլի։ Այն էլ հետն էլ ղեկավարում է ազգային անվտանգության ծառայություն, այսինքն եթե մեկը համագործակցել է, նա ընդհանրապես ղեկավարում է, նա ԱԱԾ-ն իր ենթակա մարմինն է, անշնորհք։ Սանկտ Պետերբուրգ էր գնացել Նիկոլ Փաշինյանը, տեսակ երախտագիտություն հայտնեց բանին, Ալիևին, Էսկոմենկոն, բան, այդ մի կողմ թողնենք այդ ամեն ինչը, այդ թեման ինձ թվում է մեկնաբանելու վերլուծելու կարիք էլ չկա, ամեն ինչ երևում է, ասեք լավ, ասեք հետո հարցս կտամ։ Մեր հարցազրույցի սկզբում դուք շնորհակալություն հայտնեցիք ինձ հյուրընկալվելու համար, ես էլ շնորհակալություն հայտնեցի հրավերքի։ Մարդու ներկայությամբ նրան շնորհակալություն հայտնելը դա նորմալ է։ Բայց հերավար շնորհակալություն հայտնելը դա բացառիկ դեպքերում անում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի շնորհակալությունը հայտնում է այն դեպքում, երբ որ Իլհամ Ալիևը նույնիսկ ներկա չի այդ Երևի ներվայնացնելու համար Պուտինին։ Անկեղծ ասած դա շատ տարօրինակ է նրա, որովհետև ի սկզբանե հաստատվել է Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին, նույնիսկ նախագահի Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, որ նախատեսված է երկկողմ հանդիպումներ Պուտինի եւ Ալիևի եւ Փաշինյանի։ Այսինքն Ալիևի սկզբանե հաստատել է, հետո է չեղարկել իր այցելությունը Ռուսաստան, սա լուրջ ազդվել է Փաշինյանի ներկայությունից։ Չէ, կարծում եմ կարող է սա ավելի լուրջ պատճառներ ունենա։ Ես որտեվ պատճառաբանվել է Իլհամ Ալիևի աշխատանքային ծանրաբեռ, որ ինքը հաստատում էր իր մասնակցությունը, ինքը իր աշխատանքային ծանրաբեռության մասին չի, կամ ասենք թե շատ է որ առաջիկայում Ամանորը քրիստոնեական տուն է, էլի չեմ կարծում որ հիմա Ալիևեն ստանը բլինչիկ ինքն է պատատում, որ ինքը ասենք ժամանակ չունի, էլի գնա հանդիպման, որովհետև նախապատրաստում է ճաշա է փոխում, ասենք նոր տարվա համար։ Հաստատ այլ պատճառ ու Փաշինյանը իմանալը տեսնելը որ նա այնտեղ չի հերրակա շնորհակալ փաստորեն ինչ է ստացվում ես ինչ ասկետ Փաշինյանը որ ամեն օր այդ սրտիկներ է հղում դա փաստորեն մի հասցեատեր ունի դա Ադրբեջանի նախագահն է ԱԳ մարդը միամիտ հենց են իմանում այդ իրանց է վերաբերում փաստորեն ամեն տեղից եւ Երևանից եւ չգիտեմ Բրյուսելից եւ Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից այդ սրտիկների միակ հասցեատերը Իլհամ Ալիևն է, բայց ինչ այլոց փոխադարձություն չկա։ Տեսել եք Իլհամ Ալիևը մի օր գոնե եթեր մտնի, երաժշտություն միացնի, ընդունի նույն ապուշ դեմքի արտահայտությունը եւ սրտիկ հղի իրան սրտիկ հղած որևէ մեկին։ Ես չեմ տեսել։ Հիմա մի քիչ ավելի լուրջ։ Հիմա Բրյուսել թե Մոսկվա, որն է այսօրվա մեր իշխանավորների ընտրությունը, ձեր տպավորությամբ։ Բաքու եւ Անկարա։ Օ
Դա միանշանակ է, որովհետև մնացած քաղաքականության իմաստով դա անհասկանալի է։ Ինքը Գերմանիայում, Համբուրգում լրագրողների հետ ճեպազորույցի ժամանակ, հարցազրույցի ժամանակ բավականին ծավալուն ասում է, որ Հայաստանի նպատակն է անդամակցել Եվրոպական միությանը, երբ որ նման նպատակադրում Հայաստանում գոյություն չունի։ Դե որոնք են Հայաստանի նպատակները որպես պետության քաղաքականության, արտացոլվում են երկու կարևոր փաստաթղթում։ Դա ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի դեպ ինքն է հաստատել 2020 թվականի հուլիսի 7-ին գործող ռազմավարությունը, եւ կառավարության գործունեության ծրագիրը, որը հաստատել է ազգային ժողովը, ել իր կողմից ներկայացված։ Դրանցից ոչ մեկում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության նպատակ սահմանված չի։ Հետևաբար հարց առաջանում, բայց եթե դու համարում ես նպատակ, գրեր կառավարության ծրագրում ազգային ժողովը համակարգող ազգային ժողովը դեմ էր այդ ծրագրին։ Իսկ վարչապետը իրավունք չունի անի հայտարարություններ, որոնք դուրս են կառավարության գործունեության ծրագրից։ Սրանք մի ծրագիր հաստատել են, մի հատ դեռ ուրիշ բաներ փորձում են անել։ Ու շատ լավ հասկանալով, որ Եվրոպական միության անդամակցություն նշանակում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, որովհետև դրանք երկուսն էլ տնտեսական կազմակերպություններ են, բայց խիստ հակադիր միմյանց կարգավորումներով, բացի դրանից, այս պահի դրությամբ Եվրամիությունը ինքը ամենամեծ ծավալի սանկցիաներն է կիրառում ԵԱՏՄ առանցքային պետության Ռուսաստանի նկատմամբ, այսինքն հնարավոր չի ուղղակի գործնական, բոլորն են ասում, մենք էլ ենք հասկանում, որ դա հնարավոր չի։ Հիմա ինքը գնում այնտեղ ասում է, որ սա մեր նպատակն է, ու ընդեղից Համբուրգից միանգամից գնում է Մոսկվա մասնակցելու ԵԱՏՄ միշտ կառավարական խորհրդին, իսկ մի շաբաթ հետո գալիս է գնում է Սանկտ Պետերբուրգ մասնակցում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին։ Այսինքն նույնիսկ միշտ կառավարական խորհրդի նիստ ամենտեղ գնում է։ Դե հետ կապված։ Հիմա չես հասկանում, ու բայց այդ բարձրը գնում անդից շնորհակալություն է հայտնում։ Ում Իլհամ Ալիևին։ Այսինքն այս կառավարության աշխարհաքաղաքական կենտրոնները շատ որոշակի են՝ Բաքու եւ Անկարա։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ։ Հայկական երկրորդի եթերում խոսք իրավունքից օգտվեց Էդգար Ղազարյանի հետ ենք զրուցելու, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Կառավարությունն այսօր անիստում վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Ինչ գնաց, մի հատ էլ ՍԴԿ գնա ու վերջ։ Չէ։ Ըստ իրենց հայտարարությունների, եթե իհարկե դա ազգային ընթացակարգով վավերացում է, ենթադրում է, որ պետք է նաև հետո ազգային ժողովը վավերացնի, որից հետո հանրապետության նախագահը ստորագրի եւ հրապարակի։ Միջազգային պայմանագրերի վավերացումը այդ ընթացակարգն է։ Եթե իհարկե սահմանադրական դատարանի տված եզրակացությունը դրական լինի։ Ինչի՞ պիտի դրական չլինի կամ ինչի՞ պիտի ազգային ժողովը չվավերացնի, ինչի՞ պիտի նախագահը չվավերացնի։ Այս սահմանադրական դատարանի եւ այս ազգային ժողովի եւ այս նախագահի պարագայում ձեր դիտարկումները կարծում եմ խիստ օբյեկտիվ են։ Բայց բովանդակային առումով այստեղ կա երկու խնդիր։ Նախ առաջին հերթին դա այն փաստաթուղթը չի իմ կարծիքով, որ ազգային ընթացակարգով վավերացում անցնի, որովհետեւ ընդամենը երկու հատ հանձնաժողովի աշխատանքային փաստաթուղթ է, միասին աշխատելու։ Օրինակ գոյություն ուներ իմ դեսպանի պաշտոնավարման շրջանում հայ-լեհական տնտեսական համագործակցության, առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով։ Եվ կար հայկական կողմի համանախագահ էկոնոմիկայի փոխնախարարներ, Լեհաստանից կար համանախագահ եւ այդ հանձնաժողովները ամենայն դեպս իմ պաշտոնավարման շրջանում տարին մի անգամ Վարշավայում, մի անգամ Երևանում հանդիպում էին եւ քննարկում էին առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Եվ այդ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող փաստաթղթերը ազգային ժողովի կողմից վավերացված չէին, սահմանադրական դատարան։ Հիմա ավելի հեշտ ճանապարհ եք հուշում, որ էլ չչարչարվեն ՍԴ-ով, ԱԺ-ով նախագահական անցկացնեն։ Իրանք շատ լավ գիտեն։ Բան չեն անում։ Պատասխանատվություն են կիսում, որպեսզի այդ փաստաթղթին նշանակություն տան, ասեն, որ դա միջպետական համաձայնագիր է, որ դա արդեն տանեն սահմանադրական դատարանով մի հատ անցկացնեն, այդ Ալմաթայի հռչակագրի վկայակոչումը անեն սահմանադրական դատարանի որոշմամբ, իսկ սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չեն, ըստ սահմանադրության։ Այսինքն այս Ալմաթայի ցնդաբանությունը, որ մինչև հիմա ներկայացրել են որպես քաղաքական մոտեցում, այս հանձնաժողովների կանոնակարգը հաստատելուց ամրագրեն որպես իրավական նորմ, արդեն դրան հղում անեն եւ այդ ձևով կարողանան մեր հայրենիքը աստիճանաբար հանձնեն թշնամուն։ Թե չէ իր էությամբ այդ փաստաթուղթը
որևէ նշանակություն, կարևորություն, այդ կարգի միջազգային պայմանագիր չի, էլի պետությունների միջև հարաբերություն, սա պետությունների միջև հարաբերություններ չի կարող։ Սա վարչապետի եւ դրանց նախագահի հրամանագրով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային փաստաթուղթ, այսինքն դա պիտի գրած լինի, հեսա կծանոթանանք բովանդակությանը, կարծեմ արդեն հրապարակել են, ինչ պարբերականությամբ պետք է նիստեր լինեն, ինչ ձևով պետք է այդ նիստերը անցկացվեն, ոնց պիտի արձանագրվեն եւ այլն, այդ կարգի հարաբերությունները դրանք ազգային ընթացակարգով վավերացման չեն նախատեսում։ Բաց այդ խիստ վիճելի է այդ փաստաթուղթը ոնց է ստորագրվել, որովհետեւ ստորագրման արարողություն, կադրեր, գոնե լուսանկարներ ստորագրման պահից, որ երևա որ Մեհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը ստորագրում են փաստաթուղթ, նման տեղեկություններ չկա, հանձնաժողովի նիստ, հանդիպում, որ դա տեղի ունի, էլի չկա։ Հայտարարության մեջ ասեցին, որ փաստաթղթերը ստորագրվել են եւ փոխանակվել են դիվանագիտական խողովակներով։ Ես չգիտեմ հիմիկվա արտգործնախարարությունը կամ կառավարությունը ինչ պատկերացումներ ունեն խողովակների տարբեր տեսակների, այդ թվում դիվանագիտական խողովակների մասին, որովհետև դիվանագիտական խողովակ եզրույթը գործածում է այն դեպքում, երբ որ կան դիվանագիտական ներկայացություններ, դիվանագիտական հարաբերություններ, դիվանագիտական շփումներ եւ այդ ընթացակարգերով, այսինքն համապատասխան հայտագրերի միջոցով, նոտայա տրվում եւ այլն, արտգործնախարարության կամ դեսպանի միջոցով դա փոխանակվում է։ Հիմա եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, Երևանում Ադրբեջանի դեսպանություն չկա, Բաքվում Հայաստանի դեսպանություն չկա, այդ ինչ խողովակով են դրանք այդ տեղեկատվությունը փոխանակի, ասենք դա միգուցե ասենք դրա պատկերացումներով դա պոլդույմն է, ասենք մի հատ կարող է այդ Տավուշի մարզից մի հատ ջրագիծ կա, մի հատ խողովակ կա, որի մեջ ասենք այդ բանը փաթաթ է գցել են կամ չգիտեմ Մեհեր Գրիգորյանը փաթաթ է տվել է մի աղավնի դա տարե հասցրել է Շահին Մուստաֆայևին, բայց դա էլ է դժվար պատկերացնել, որովհետև այն օրերին որ դա հրամասին հրապարակվեց, պարզվեց Մեհեր Գրիգորյանն էլ Նիցում է, Մոնտե Կարլոյում է, ինչ որ այտենց մի խրախճանքի վայրում էլ ամառային իր հանգիստն էր անցկացնում։ Հիմա դա հեռախոսով է ստորագրել, WhatsApp-ով են ստորագրել, ինչ են արել, դա հիմա տեխնիկայի դարա, պարոն Ղազարյան, կարան 1000 Իմիջիայինը ծառիթը ասեմ, որ հեսա այսօր կառավարությունը եթե հավանություն տվեց, պիտի ուղարկեն սահմանադրական դատարան։ Իմ պրակտիկայում, ես որ աշխատակազմի ղեկավար եմ, ու դա պահպանվում է մինչև հիմա, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարան ուղարկող ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում։ Այսինքն ոնց չի ստորագրում։ Չի ստորագրում։ Բացեք սահմանադրական դատարանի դատավոր Երևան Խունկարյանի հատուկ կարծիքները բոլոր միջազգային պայմանագրերի վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է, որ դատարանը չէր կարող այդ հարցը քննության վերցնել, որովհետև դիմող կողմը խախտել է սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը եւ սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրված չի։ Ինքը այնտեղ նշում է, որ այդ փաստաթուղթը էլեկտրոնային ստորագրությամբ է ստորագրված, իբր իր ֆիզիկական ստորագրությունը չկա դրած։ Նշում է, որ էլեկտրոնային ստորագրությամբ, իսկ էլեկտրոնային ստորագրությունը որպես պաշտոնական ստորագրության տեսակ չի համարվում, չի ընդունված, եւ սահմանադրական դատարան ինքը պիտի ֆիզիկապես ստորագրի։ Հիմա մտածում ես, ինչի չի ստորագրել։ Եթե լավ է որ չի ստորագրել։ Եթե մտածես, ասենք գրիշ ունի, գողացել է Հրայր Թովմասյանից, հենց սահմանադրական դատարանի նախագահից, ասենք գոնե սահմանադրական դատարան ուղարկող գրությունները ստորագրի սահմանադրական դատարանի նախագահից գողացած գրիչով։ Ունի գրիչ, բայց չի ստորագրում։ Ես կարծում եմ, որ պատճառները իր հետևանքները հասկանալով է, գիտի, որ իր ստորագրած փաստաթղթերի համար մի անպատասխանատվության է ենթարկելու, իսկ այս դեպքում հանգիստ կարախոսափի պատասխանատվությունից ասի գիտեք, ես չեմ ստանալ, Արայիկ Հարությունյանը աշխատակազմի քարտս տվել է իմ մոտը, դրել է այդ ռիդերի մեջ, այդ բանով, եւ պասվորդս իմացել է, ինքն է արել, տարեք դատեք։ Այդ օրը այդ բանի սահմանադրական հանձնաժողովի կանոնակարգի մասին որ հայտնի դարավ, այդ օրը նաև ատոմակայանի հետ ինչ որ բան պատահեց։ Ատոմակայանը այդ վթարային անջատումը, ինչ է կարծում, դիվերսիա էր, թե իրականում կայծակից բան եղավ եւ այդ օրվա հետ ինչ որ տես զուգահեռ եք տեսնում, հա, միաժամանակ պարզապես պատահեց։ Այդ օրը կայծակը չէին կարող պատվիրեին։ Կայծակը չէին կարող պատվիրել, բայց ատոմակայանը կարող են անջատել։ Ահա։ Իսկ ատոմակայանի կառուցման օրվանից մինչ օրս անկեղծ ասած շատ դեպքեր են եղել, որ եւ կայծակ ա եղել, եւ ամպրոպ, եւ անամպ եղանակ,
եւ դրանից ատոմակայանի գործունեությունը երբեք չի խաթարվել, բայց այն օրը, երբ որ ստորագրվեց այդ սահմանային հանձնաժողովների աշխատակարգը, դրա մասի պաշտոնական հաղորդագրությունը, չգիտես ինչի, հենց այդ օրը մեսիջ էին ուզում դրանով, ով էր ուզում այդ մեսիջը։ Դա ասեմ ձեզ, որ շատ վաղուց ադրբեջանական եւ թուրքական դիվանագիտության արժեվ դրված խնդիրներից է, որ փակվի մեծամորի ատոմակայանը, իրենք ոչ մեկ անգամ են դրա մասին բարձրաձայնել խոսել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը միակ հայ պաշտոնյանն է, որը կատարում է նրանց բոլոր պահանջները, բնականաբար նաև այդ պահանջը։ Հիմա ինչ է անջատելով ինչ հասկացա։ Իրենք ասեն, որ դա հնարավոր է անջատել եւ ցանկացած պահի կանջատեն, եթե չէ։ Ըստ պայմանավորվածությունների, այսինքն դուք սա արեք, ես թուղթը ստորագրեք, մենք էլ այս գործը կիրականացնենք։ Իդեպ ձեր տեղեկատվության համար ասեմ, որ գոյություն ունի պետական կառավարման մարմին, կառավարության առընթեր միջուկային էներգիայի անվտանգության կոմիտե, այո, որը առնվազն 1 տարուց ավել, եթե չեմ սխալվում, 2 տարուց ավել ղեկավար չունի։ Պաշտոնը թափուր է, մտեք gov.am, նայեք կառավարության ենթակա մարմիններ, այդ ղեկավարի պաշտոնը տարիներով թափուր է։ Ատոմակայանի տնօրենը նշանակվե էներգետիկայի ոլորտի, ատոմային էներգիայի ոլորտի ոչ մի առնչություն չունեցող ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենը, որը բնականաբար որպես զինվորական գնդապետ պետք է կատարի, որպես ԱԱՑ-ի սպա բոլոր հանձնարարությունները, այդ թվում այդ կարևոր իրենց համար առաքելությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի մարտ ամսին այս տարի Բրյուսելում մասնակցել է միջուկային անվտանգության մի համաժողովի, որին ներկա են եղել նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջերհուն Բայրամը եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Բայց նրանք ատոմակայան չունեն։ Նրանք ոչ էլ միջուկային զենք ունեն, բայց նրանք մասնակցել են այդ համաժողովին, ելույթներով հանդես են եկել, խոսել են ատոմակայանի վտանգավոր լինելու մասին ողջ տարածաշրջանի եւ դրա փակելու անհրաժեշտության մասին եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցել է այդ համաժողովը։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը պատահականություն կարող են համարել միայն միամիտ մարդիկ եւ ատոմակայանը իսկապես փակվելու խնդրի առջեւ կանգնած եւ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը նույնպես դրա հետ կապ ունի ֆունկցիոնալ իմաստով, որովհետեւ եւ միջուկային վառելիքի ստացումը եւ միջուկային թափոնների ոչնչացումը, տեղափոխումը դա հնարավոր է միայն այս պահին ամենայն դեպս հայ-ռուսական համագործակցության արդյունքում եւ այդ լարվածության ֆոնի վրա նաեւ խնդիր առաջանալու, հենց մեզ են ասելու, որ թափոնները չգիտենք որտեղ փոքր երկրում որտեղ տանենք մենք թափոնները։ Ինչ ուզում եք արեք կասեն։ Դա համար ճիշտը կլինի ատոմակայանը փակել, իսկ հայկական ատոմակայանը, եթե չեմ սխալվում, արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի առնվազն 40%, 30-40%-ը, այնպես որ մեր հեռուստադիտողները եթե նպատակ չունեն պայքարել Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար, թող աթար կուտակեն։ Ով էր ԿՊ-ականներից աթարի մասին։ Չէ, ինքը ադրբեջանական գազի կողմն է, Գագիկ Մերքոնյան։ Ինքը ադրբեջանական, բայց քանի որ Ադրբեջանը Հայաստանին դժվար թե գազ տրամադրի, ստիված միակ վառելիքն հենց հուսալի եւ տեղական ծագում ունեցող վառելիքը մնում է աթարը, որը կարծում եմ Գագիկ Մերքոնյանի հետ պետք է որ քիչ կապ ունենա։ Հասկացա։ Արցախի օրն առաջին անգամ նշվեց առանց Արցախում հայերի, ինչն էինք նշում այդ դեպքում, պետք էին այդ ելույթները կամ ում էին պետք այդ ելույթները, այդ պաթոսով համեմված ճառերը, որ այդ օրը հավաքվեցին, տարբեր մի քանի միջոցառումներ արեցին, ելույթ ունեցան ու գնացին տներով։ Հիշատակը էլի, հիշատակի Բայց հիշատակը կարելի է շատ ավելի արդյունավետ կազմակերպել։ Բացի արդյունավետությունը, կարծում եմ, որ դա առիթ պետք է լինի զգոնության համար։ Ես ուզում եմ վերջի 3 տարվա սեպտեմբերի 2-ի քրոնոլոգիան ներկայացնել։ Ավելի շատ խորը չգնալով, թե այդ օրը ինչը պարտության զգացողությունների օր ա եղել մեզ համար։ 2 տարի առաջ սեպտեմբերի 2-ին մենք կարող ենք գնալ Արցախ, թեկուզ Լաչինի միջանցքով, ասենք, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը լրիվ ազատ մեր երկրի պես, երբ ուզենք բոլոր օրերին, այդ թվում սեպտեմբերի 2-ին։ 2 տարի առաջ թեկուզ Լաչինի միջանցքով, թեկուզ ռուսական վերահսկողությամբ մեր բեռնախցիկները բացել փակելով, փաստաթուղթ ցույց տալով կարող էին գնալ Արցախ եւ դեռ շնորհավորել արցախցիներին, Արցախի դրոշով, Արցախի պաշտոնյաներին։ Անցյալ տարի այսօրը գնալ չէին կարող, որտեղ Արցախը գտնվում էր տոտալ շրջափակման մեջ, ապրիլի 23-ից Հակարի կամրջի մոտ տեղադրված էր հսկիչ անցակետը, պաշտոնական, ինչեմ ասում, բնապահպանները, որ դեկտեմբերից էին փակել,
ապրիլի 23-ից արդեն անցակետներ դրած։ Արցախ գնալ չէին կարող, Արցախում սով էր, դեղեր չկար, մանկական սնունդ չկար, վառելիք չկար, բայց հայ կար, արցախցի կար։ Եվ մենք մեծ հեռավորությունից կարողանում ենք նրանց ոգեկոչել, համբերության, զորության կոչեր հղել։ Այս տարի հայ էլ չկա, ոչինչ չկա, ոչ Արցախը կա, ոչ իր անկախությունը եւ ոչ էլ այնտեղ ապրող հայը։ Հիմա ընդհանրապես պատկերացնում եք, չէ, 2 տարվա մասին ենք խոսում, զարգացումների արագությունը։ Եվ եթե հիմա մենք բավարար զգոնություն չունենանք եւ միայն պաթոսով եւ հիշողություններով, հիշատակի խոսքերով առաջնորդվենք, այլ ոչ թե ռեալ գործողություններով, ապա դժվար է ասել, թե եկող տարի Հայաստանում ինչ կլինի եւ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը ինչ կլինի, որովհետեւ օրինակ այս տարի ինքը անկախության հռչակագրի ընդունման օրը Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում ասաց հետեւյալը. անկախության հռչակագիրը վաղուց է խախտվել, օրինակ 5-րդ կետ, այնտեղ ասում է զինված ուժերը ենթարկվում են Գերագույն խորհրդին, հիմա Գերագույն խորհուրդ որպես մեր սահմանադրության մեջ չկա, զինված ուժեր ուրեմն խախտվեց սահմանադրությունը։ Բոլոր տգետները, այդ թվում ինքը իրավունք ունեն չհասկանալու, որ այդ դրույթը չի խախտվել, որ զինված ուժերի Գերագույն խորհրդի ենթակայությունը դա զինված ուժերի քաղաքական վերահսկողությունն է, եւ եթե այդ պահին միակ օրինական ընտրված քաղաքական մարմինը Գերագույն խորհուրդն էր, զինված ուժերը ենթարկվել են Գերագույն խորհրդին։ Հիմա եթե սահմանադրությամբ այլ ընտրովի քաղաքական մարմիններ են նախատեսված եւ զինված ուժերը ենթարկվում են դրան, նշանակում անկախության հռչակագրի նորմի գաղափարախոսությունը պահպանվել է եւ դա խախտում հռչակագրի չի կարելի համարել։ Իսկ ինքը դա համարում է խախտում, այդ մասին խոսեց նաեւ օգոստոսի 31-ի իր ասուլիսի ժամանակ եւ ասում է քանի որ անկախության հռչակագիրը խախտվել է, նա իր նշանակությունը կորցրել է, ես ձեզ նվիրում եմ իմ բանաստեղծությունը։ Ցիտիկ դա լեր գոնել կիմանանք հայտնի բանաստեղծությունը, բայց իրան ավելի անհաջող եւ ոչ պոպուլյար եւ չհիշվող ի տարբերություն ասենք ցիտիկի։ Եվ հիմա ասենք թե եթե ինքը խոսում է այս տարի անկախության հռչակագրի չգոյության մասին, եկող տարի արդեն խոսի պետության մեր չգոյության մասին։ Իդեպ նույն ինքը, ում մասին որ մենք խոսում ենք, հələ մի հատ բացեք 2019 թվի իր ուղերձը սեպտեմբերի 2-ի Արցախի անկախության տոնի արդի սկսում է Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ, առաջի հասցեատեր իր ուղերձի, ամփոփում է կեցե Արցախի հանրապետությունը խոսքեր։ Պարզ է, չէ՞, դրա բովանդակությունը արդեն ինչի մասին է։ Կարդում ես, լցվում ես հայրենասիրական ոգով եւ ասում ես, «Երնեք այս մարդը լիներ մեր երկրի վարչապետ»։ Եվ այդ մարդը դարձել է մեր երկրի վարչապետ 19 թվին կարողանում էր այդ պաթոսով խոսել Արցախի հանրապետության մասին։ Մինչև 2023 թվի պետական բյուջեում միջոցներ են բյուջեում գրել էին Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետությանը տալ բյուջետային վարկ օրենքում։ Մինչև 23 թվը դեռ դա համարձակություն։ Իսկ հիմա լուր ոչ մի խոսք Արցախ, Արցախի անկախություն, նույնիսկ հասել են այնտեղ, որ ոչ միայն պետական մարմինները, այլ ասենք երկրապահ կամավորականների միությունը կամ Հրազդանի ԱԳԼՃԿ-ները որևէ ձևով չեն հիշատակել Արցախի անկախության մասին։ Ասուլիսից խոսեցիք, մարզահամերգային համալիրի այդ մեծ տարածքում կազմակերպվեց, բայց ընդհանրապես 20 լրագրող էր։ 17-ը հարց տվեց, որից 13-ը ինքն էր, այսինքն իշխանական հանրային հեռուստաընկերություն։ Նկատի ունեք իրագրած հարցերն էին իրեն տալիս։ Դե չէ, ինչ է չեմ կարծում, որ ինքն է հարցերը գրում։ Ժամանակ չէ, ոչ թե ժամանակի հարցն է, այլ պատասխանատվության։ Իմ կարծիքով դա Աննան է գրում Հակոբյանի այդ հարցերը։ Ու ասենք այդ հարցերից մեկը տալիս է օրինակ հայկական ժամանակ թերթի լրագրողը, որի բայց նա հակադարձեց խիստոնով, նա էլ դիտողություն անում հայկական ժամանակ օրաթերթի լրագրողն ասում է Ռուսաստանի մասին, այդպես չի կարելի։ Նո։ Հետո հարց է տալ իրան, ասենք մի լրատվամիջոց, որի գլխավոր խմբագիրը Ալեն Սիմոնյանի կինն է։ Դες լրատվամիջոց էլ կա այնտեղ ներկա, եւ ինքը պատասխանում է այդ 13 հարցերին, դե մարզահամերգային համալիրն էր ընտրված, որովհետեւ դա 20 հոգի լրագրող կար ի վերջո։ Մի կերպ պետք է տեղավորեին, թե չէ։ Տեղավորեին այդ մարդկանց թե չէ։ Ասենք եթե 30 հոգի լինեին, կարելի էր օրինակ Վազգեն Սարգսյանի համար հանրապետական մարզադաշտը հարմարեցնել այդ ասուլիսի կազմակերպ, բայց այդ ասուլիսի ամենագլխավոր եւ վտանգավոր թեզը։ Նա ասում է, Ադրբեջանը պահանջում է, որ մենք մեր սահմանադրությունը փոխենք անկախության հռչակագիրը դրանից հանելով, որովհետեւ իրենք ասում են, որ
դա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, որովհետև մեր հռչակագրով ասում է Արցախ Հայաստանի հետ է մի պետություն։ Մենք ասում ենք իհարկե դա կանենք, նույնիսկ արդարադատության փոխնախարարը նախորդ կառավարության նիստի ճեպազրույցի ժամանակ, նիստից հետո ասաց 2027 թվին։ Բայց դա կանենք ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ մեր ներքին ցանկությամբ։ Հիմա իրանց մոտ ձևավորվում է ներքին պահանջ, որ 2027-ին Ադրբեջանի պահանջներին համապատասխան փոխեն սահմանադրությունը։ Բայց զուգահեռ ասում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն էլ իր նախաբանում հղում անում Ադրբեջանի անկախության ակտին, որով Ադրբեջանը իրավահաջորդ է 18-ից 20 թվի Ադրբեջանի, որը չնայած ազգերի լիգայի անդամ չի եղել սահմանների պատճառով, այդ կազմակերպության անդամ չի եղել, բայց ինքը ազգերի լիգային նամակ է ուղարկել, նամակ քարտեզով, ասենք ցանկացած երեխա իմ աղջիկն էլ հիմա շատ լավ նկարում է, որ խնդրեմ ասեմ քարտեզ նկարի, կարա քարտեզ էլ նկարի։ Հիմա Ադրբեջանը տես մի հատ քարտեզ ուղարկել ազգերի լիգա, որտեղ Նիկոլ Փաշինյանը թվարկում է անվանումներով։ Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց ձորի մարզը ամբողջությամբ, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերից տարածքներ համարվում են Ադրբեջանի տարածքներ։ Բայց մենք ხო չենք ասում Ադրբեջանը փոխի սահմանադրություն։ Մենք դες պահանջ չենք ներկայացնում։ Այ իրանք են ներկայացնում պահանջ, որ մենք հրաժարվում ենք մեր անկախության հռչակագրից։ Մենք իհարկե դա կանենք, բայց մեր ներքին ցանկությամբ։ Հրաշալի։ Եվ այդ ասուլիսի իմիջիայլոց ասեմ, այդ ասուլիսը որոշվել է շատ հանկարծակի, շատ լրատվամիջոցներ նախապես դրա մասին տեղի չունեն, այսինքն հայտարարություն ասուլիսի մասին եղել է ուրբաթ օրը, որ շաբաթ օրը լինելու է ասուլիս, իսկ կիրակի օրը հիշեցնեմ դες, որ Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ Ինչ կապ ունի մեկը մյուսը։ ինքը իր մեսիջներն էր հաղորդում գործընկերներին, որտեղ իդեպ նիկոլականները իդեպ ասեմ ձեզ Ադրբեջանի խորհրդանական ընտրություններում նիկոլականները հաջողության հասան եւ մեծամասնություն կազմեցին խորհրդարան։ Ես նկատում եմ Երի Ադրբեջան կուսակցության։ Հասկացա։ Ճանապարհը հանձնում են մասնավոր կազմակերպության։ Ուզում են ավելի շուտ հանձնել։ Նման բան հնարավոր է, չգիտեմ, նույնիսկ պատկերացնել։ Կարող է մի օր էլ ՊՆ-ն կամ ոստիկանությունը հանձնեն ինչ որ մասնավորի, ասեն outsource ենք անում, այդքան աշխատավարձ պետական բյուջեից բան եւ այլն։ ՊՆ-ն կամ ոստիկանությունը, եթե ոչ, ասենք հենց կառավարությունը։ Կարա։ Օրինակ կարելի է հանձնել KPMG բրիտանական մասնավոր խորհրդատվական աուդիտորական ընկերության։ Իհարկե ակնհայտ է, որ նրանք կառավարման իմաստով նրանց ունակություններ, հմտություն, ասենք KPMG Նիկոլ Փաշինյանը երբեք չի վերցնի իր մոտ, ասենք դռնապան։ Նույնիսկ որովհետև նախկինում դատված բարձրագույն կրթություն չունեցող ոչ միտեղ չաշխատած մարդը առավել եւս արտաքնապես շատ տգեղ եւ կոնֆլիկտային բնավորությամբ դժվար թե որևէ մասնավոր ընկերությունում, առավել եւս միջազգային խորհրդատվական ընկերությունում որևէ պաշտոն զբաղեցնի։ Բայց ասենք, եթե կարելի է ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տալ մասնավոր պահնորդական ընկերության կամ սահմանային մաքսային հսկողությունը վերապահել, ասում եմ, միջազգային մաքսային մարմինների, միջազգային ոչ մի մաքսային մարմին նման իրավասություն չունի։ Ես հետաքրքրվել եմ փորձագետներից եւ նայել եմ ինֆորմացիոն աղբյուրները, մաքսային միջազգային կոմիտեն, դա մաքսային մարմիններ միավորող միջազգային հասարակական կազմակերպություն է, որը պետական որևէ մարմնի ֆունկցիայի վրա չի վերցնում։ Այսինքն դες բան չի կարա լինի, ամեն պետություն ունի իր պետական մաքսային մարմինների սահմանային հսկողության բազմաշերտ համակարգը։ Բայց քանի որ մենք արդեն գործ ունենք մի ցավալի իրողության հետ, որ մեր պետությունը այլևս դադարում է գոյություն ունենալ, հետեւաբար բոլոր այն գործառույթները, որը պետք է իրականացնի պետությունը պետական կառավարման մարմինների միջոցով, դրանք արդեն կամ չեն իրականացում, կամ կարան տրվել մասնավոր։ Այնտեղ պետությանը կմնա վարչապետի որպես ֆունկցիա, ինձ թվում է կմնա միայն զուգարանները։ Ընդ որում ոչ միայն հանրակրթական դպրոցների, որի հարցում ինքը խիստ մասնագիտացված է, այդպես դպրոց չկա, որ ինքը գնա զուգարան չմտնի կրթության նախարարի հետ, ընդ որում կապ չունի տղաների թե աղջիկների, միշտ միասին են մտնում։ Բայց վերջերս պարզվեց, որ ինքը նաև գնագոյացման մասնագետ է զուգարանի, ջերմուկում որոշեց, որ կոնկրետ Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչ պիտի արժանանա այդ նյութափոխանակության process-ը 500 դրամ։ 500 դրամ։ Կոնկրետ ջերմուկում կլինի 500 դրամ։ Վարչապետը որոշել է զուգարանային ծառայությունների։ Ինչ է մերակ վատը տեսնում, պարոն Ղազարյան, դպրոցներ էլ է մարդը բացում։
Ախր այդ տեսանկյունից նայեք։ Այո, բայց կարևոր է իմանալ թե որտեղ է բացում եւ որտեղ է Որտեղ է փակում։ բացում, դուք ասեք, դուք եք այդ Ես մեծ ուշադրությամբ եի որպես Վայոց ձորի նախկին մարզպետ հետևում հատկապես Վայոց ձորի մարզ կատարած իր այցելությանը։ Իդեպ նա այցելեց, իր այցելությունը սկսեց այդ վայրից նրա հայտնվելը խորհրդանշական է ոչ թե այնքան դրանով, որ այնտեղ եղել է Եղնիկի արձան, հետո կանգնել Ալեն Սիմոնյանը, այլ որ դա այն դիտակետն է, որտեղից ցուցադրում են ադրբեջանական հենակետերը, որոնք հայտնվել են Ջերմուկ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա իր շնորհիվ։ Եվ իր այցը ինքը սկսել է դրանից, շարունակել է Ջերմուկում Վազգեն Սարգսյանի արձանի առջև խոնարհվելով, դա նույն արձանն է, որի պատճենն է Շուշի Վազգեն Սարգսյանի, որի առջև 19 թվին խոնարհվեց, հետո Շուշին հանձնեց։ Բայց կարող է ինչ-որ մի օր էլ ասի Ջերմուկը դժգույն եւ դժբախտ քաղաք է։ Ճիշտ ասած, մի քիչ առաջ ես դրա մասին էի խոսում։ Իհարկե, մինչև այդ ինքը որոշեց ինչ պիտի արժենա տուալետը Ջերմուկում, այդ Եղնիկի արձանի մոտ էր, ու սկսեց այցը շարունակել մյուս հատվածներում, եւ որպես նախկին մարզպետ մեծ ուշադրությամբ է հետևում։ Դպրոցներ կառուցվել են նորակառույց հիմքից նոր դպրոցներ Վայոց ձորի մարզում, որտեղ ինքը բացում կատարեց, բացվել են Գոմք եւ Եղեգիս համայնքներում, որոնք պատմական հայկական բնակավայրեր են, Եղեգիսը նույնիսկ միջնադարյան հզոր քաղաք է եղել, բայց խորհրդային տարիների մինչև 90-ականներ այդ բնակավայրերը բնակեցված եղել բացառապես ադրբեջանցիներով։ Ինչ եք ուզում ասել, որ էլի պատրաստվում է տալ նրանց, դրա համար է դպրոցը։ Դա ես չեմ ասում, դա Ադրբեջանն է ասում, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան եւ վերաբնակեցվեն այն գյուղերում, քաղաքներում, որտեղ իրենք նախապես ապրել են, այսինքն ես տպավորություն ունեմ, որ այդ դպրոցները կառուցվել են ադրբեջանցիների համար։ Իսկ դրան զուգահեռ հենց Վայոց ձորի մարզում կառավարության հիմիկվա գործունեության ծրագրով նախատեսված է սահմանամերձ համայնքների դպրոցները փակելը։ Եվ ինքը հայտարարում ասում է, մենք դպրոցներ չենք փակում, մենք միայն դպրոցներ բացում ենք։ Ուղղակի մենք ենթադրենք Բարձունի գյուղի դպրոցի աշակերտներին ավտոբուսներով կբերենք մի ուրիշ դպրոց։ Այդ ხო չի նշանակում, որ մենք դպրոց ենք փակում։ Ինքս համար մի քիչ դժվար է հասկանալ, որտեղ իմ համար էլ է դժվար, որտեղ առողջ մտածողություն ունեցող ցանկացած մարդու համար դժվար է դա հասկանալը, ոնց որ ասենք դժվար էր հասկանալ Գեղարքունիքի մարզի աշակերտներին հանդիպման ժամանակ ասած իր միտքը, որ ոչ թե մենք Տաոշի մարզից 4 գյուղեր ենք հանձնում Ադրբեջանին, այլ 4 գյուղեր ենք վերցնում։ Դա ճիշտ ասած ոչ մեկ չհասկացավ, թե դա ոնց այլ է, որ գյուղերն են, որն ենք հանձնել, դա որ գնում է Սերևում է։ Բայց դե որն ենք վերցրել, դա հələ ոչ ոք չգիտի, բայց ինքը ասած մենք գյուղեր չենք հանձնում, մենք գյուղեր վերցնում ենք, ու բացատրությունը գիտեք ինչու՞մ է, որովհետև դրանով մյուս գյուղերը դառնում են ապահով։ Այդ արխիվ մտքի թռիչ խորը ինտելեկտ։ Դե հիմա Հեգելը չկա ինքն այլ։ Հա։ Ինչ եք առաջադրվել ժողովի ռեկտորի ընտրության։ Մարզա չէ, որ պետական տնտեսագիտական համալսարանի ժողովրդական լեզվով ասեցի, որ մարդիկ միանգամից բան անեն, ամբողջ ինչի մասն է խոսքը։ Պարզա չէ, որ ձեզ չեն ընտրելու, պարզա չէ, որ ընտրություն որպես այդպեսին կլասիկ իմաստով տեղի չի ունենալու, բառի իսկական իմաստով։ Ում եւ ինչ ունեք ապացուցելու, պարոն Ղազարյան։ Ես ճիշտ ասած ոգեկոչվել եմ Նիկոլ Փաշինյանի ելույթներից եւ հայտարարություններից։ Որովհետև ինքը 2018 թվականին, երբ որ նախաձեռնել էր իրականացնելու ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, այդ ժամանակ կարդացի ես վերջերս իր ելույթը, ես հաճախ եմ նրա ելույթները կարդում եւ ոգեշնչվեցի նրա ելույթներով։ Նա ասում էր, որ պետքա բուհերը ապաքաղաքականացվեն, որ բուհերի ղեկավարների ընտրությունը, բուհերի կառավարումը պետք է իրականացնեն բուհերի դասախոսները, ուսանողները, բուհերը պետք է ապակենտրոն լինեն, իրենք պետք է իրանց խնդիրները լուծեն եւ այլն։ Եվ այդպես նայելով այդ ժամանակաշրջանի ելույթները եւ անտեսելով այն հանգամանքը, որ տնտեսագիտական համալսարանի հիմիկվա կառավարման խորհրդի նախագահ, հանրապետության նախագահն է, որ այդ պաշտոնը զբաղեցնելու իրավունք ունի համաձայն սահմանադրության։ Անտեսելով այն հանգամանքը, թե ում է ինքը նշանակել այդ բուհի կառավարման խորհրդի կազմում, անտեսելով այն հանգամանքը, որ ինձ բուհից հեռացրել են բացառապես քաղաքական նկատառումներով, չնայած ես եղել եմ այդ բուհի մասնաճյուղի տնօրեն, ֆակուլտետի դեկան եւ 20 տարուց ավել դասավանդել եմ այդ բուհում, եղել եմ առաջատար դասախոսներից մեկը, անտեսելով այն հանգամանքը, որ բազմաթիվ այլ դասախոսներ այլ բուհերից են հեռացվել, անտեսելով այն հանգամանքը, որ մինչև հիմա ռեկտոր կամ ռեկտորի պաշտոնակատար է նշանակել միայն իրենց քաղաքական թիմակիցները, անկախ դրանից թե իրենք ինչ են գողացել, ատենախոսություն թե հագուստ,
Եվ այս ամեն ինչը անտեսելով ես վերադարձել եմ 18 թվի իրականություն եւ ոգեշնչված վարչապետի տեխնացու այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի գաղափարներով որոշել եմ դրանք կյանքի կոչել։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Որը բարին է, թող այդպես լինի։ Շնորհակալ եմ հարցազրույցությամբ։ Ես եմ։ Հայկական երկրորդ եթերում խոսելու ենք Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Հայաստանի իշխանությունը վստահ էր, որ Միացյալ Նահանգներում հաղթելու են դեմոկրատները եւ այս ցայտնոտային այցի կազմակերպման պատճառներից մեկն էլ մասնագիտական կարծիքների համաձայնի միջայլոց հենց դա է եղել, որ փորձում են գնալ ընդել լեզու գտնել Թրամփի հետ եւ այլն եւ այլն։ Նրանք էլ իհարկե հələ որ մոտ չեն թողնում։ Ունեք նման տպավորություն դուք էլ։ Ոչ, որովհետեւ այդ այցը պաշտոնական բնույթ չի կրում։ Այցը կրում է աշխատանքային բնույթ։ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ չի գնացել ԱՄՆ նախագահի հրավերով, որում որևէ այլ հրավեր նույնպես այդ իմաստով չկա պաշտոնական։ Դրա համար լարցը աշխատանքայինն է, արդեն 2 օր է նա գտնվում է Միացյալ Նահանգներում, դեռ նրան հանդիպած ամենաբարձրաստիճան պաշտոնյան Լիլիթ Մակունցն է, հանդիպումներ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կամ, չգիտեմ, ԱՄՆ խորհրդարանի Հայաստան ԱՄՆ բարեկամության խմբի անդամների հետ եւ եթե նույնիսկ լինեն որոշ հանդիպումներ, ապա դրանք կարող է լինեն միայն քաղաքավարական բնույթի, բայց որևէ բովանդակություն այդ այցը չունի, որում գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ այցը տեղի է ունենում հունվարի 14-ին ստորագրված Հայաստանի արտգործնախարար եւ պետքարտուղարի միջև ստորագրված ուրեմն համաձայնագրից հետո որը իրենք փորձում էին ներկայացնել որպես երկու պետությունների միջև ռազմավարական փոխգործակցության մասին համաձայնագիր։ Այսինքն ստացվում է, որ պետությունները միանց հետ փոխգործակցում են ռազմավարական մակարդակում, բայց պետությունների ղեկավարների շփումներ ոչ միայն չկա, այլ նաև չի լինում Հայաստանի վարչապետի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Նա, ասենք, դա նշանակում է, որ այդպես բան գոյություն չունի։ Եվ այցը շատ ցածր մակարդակի է, վատ կազմակերպված եւ ըստ էության չունի բովանդակություն։ Իդեպ Արարատ Միրզոյանն էլ է տիկնոջ հետ ու Արսեն Թորոսյանն էլ է տիկնոջ հետ, հա, կարծեմ։ Չգիտեմ, Արարատ Միրզոյանը, Արսեն Թորոսյանը կանոնը վարչապետն է այդ իր զուգընկերու հետ։ Իսկ նրանց կանանց համենայն դեպս պատվիրակության կազմերը ես նայել եմ, նույնիսկ Աննա Հակոբյանը որպես պատվիրակության կազմում Դե պաշտոնական պատվիրակության կազմում նշված չէր։ Միշտ լինում է, այս անգամ նշված չի եղել, այսինքն թեկուզ աշխատանքային այցելությունների ժամանակ Աննա Հակոբյանը բայց Արսեն Թորոսյանը կա։ Արսեն Թորոսյանը կա, բայց իր կնոջը ես մի քիչ դժվարանում եմ ասել, որովհետև երբ որ նախապես էին ասում, թե ինչի պիտի գնա, ասում են, որ այցի նպատակը այնտեղ կրոնական ինչ-որ թեմայով նախաճաշին մասնակցելն է։ Դա էլ է շատ տարօրինակ, որ հենց Փաշինյանի պարագայում, այսինքն ինքը ոչ հոգևորական է, ոչ խոհարար է, չնայած տեսանյութեր ունի, որ սաղմոսներ է արտասանում կամ ասենք նախաճաշ է պատրաստում, որ Իրանից բաց ուրիշ ոչ մեկ չի ուտում։ Բայց դժվար թե այդ գնահատելու համար իր խոհարական կարողությունները հրավիրածել են որպես այդ նախաճաշի խոհարար, այնտեղ կազմակերպիչները ավելի պատշաճ քողոքան այդ խնդիրների մասին։ Իսկ Արսեն Թորոսյանը աթեիստ է, ինքը ասել է, որ ինքը ընդհանրապես փաստացի Նիկոլ Փաշինյանից բացի ուրիշ ոչ մեկին չի հավատում։ Հետևաբար թե նա ինչի է գնացել ոչ գործադիր իշխանության ներկայացուցիչ, ասենք պարլամենտի անդամ, չէ՞։ Facebook-յան հարթությունում գրառումներ կան։ Զարե Սինանյան, չէ՞, ասենք օրինակ 2 օր Նիկոլ Փաշինյանը դեռ մի հատ միայն համայնքային գործիչների հետ է հանդիպում, եւ լայն հանդիպում եւ ավելի նեղ կազմում։ Բայց Թուրքի գործերի հանձնակատարը չկա։ Նա Ջերմուկում հիմա այս պահին համահայկական խաղեր են ընթանում, ոչ դրանց է մասնակցում, ոչ վարչապետի պատվիրակության կազմը համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում։ Ու գործողված է, եսի մորա Բելգիա ուր է գնացել։ Այսինքն այս այցելությունը պետական այցի պետական արարողակարգի իմաստով բացարձակապես որևէ բովանդակություն չունի։ Facebook-յան գրառումներ կան, որ իբր Արսեն Թորոսյանը գնացել է, որ այդ առողջապահության համաշխարհային կազմակերպության
իր ծանոթների, այսպես ասած, միջոցով կապեր փորձեն հաստատել, որ Թրամփը Փաշինյանին ընդունի, այսպես ուզում են, չգիտեմ, բայց ոնց որ Թրամփը առաջի հայտարարություններից մեկը են բայց ԱՄՆ-ն դուրս է եկել, չէ՞ Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ու չեմ կարծում որ Արսեն Թորոսյանի միջազգային հեղինակությունը այնքան հարց լուծող չի բարձր է որ ինքը կարողանա նման հանդիպում կազմակերպել էլի դա զավեշտալի է 44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով մենք ձեռք ենք բերել ինքնիշխան անկախ պետականություն ունենալու հնարավորություն Փաշինյանն է հղել այս ուղերձը Միացյալ Նահանգներում մինչև հիմա ոչ մեկի մտքով չէր անցել պարոն Ղազարյան նման բանաձևում տայիք տեղի ունեցածին դա ոչ մի նորմալ մարդու մտքով նման ձևակերպում ունենալու դեպքը բացառվում է, որովհետև որպես կանոն պետությունները, անկախ պետականությունները ձևավորվում են պայքարի եւ հաղթանակի արդյունքում։ Եվ մեր ժողովրդի դեպքում էլ այդպես եղել, դարավոր պայքարը մեր ժողովրդի մի քանի սերունդների ի վերջո 90-ական թվականներին, մասնավորապես 90 թվականի օգոստոսի 23-ին հիմք է դրել նոր անկախ Հայաստանի Հանրապետության կազմավորման համար որը անցել է պատերազմների, դժվարությունների եւ այդ պատերազմներում հաղթանակների բովով եւ դրա արդյունքում ավելի ամրապնդվել է մեր պետականությունը մինչեւ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական պատերազմ։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանի այդ ցնդաբանություններով առաջնորդվենք, մեզ եւս մի եթե ոչ 44, ապա գոնե մի 40 օրվա պատերազմ էլ որը լինի Ես մեր երկրի մի քանի ավել կտորներից էլ ինքը ասել է, չէ, 60%-ը Հայաստանի այս տարածքի ըստ Ադրբեջանի սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Այ եթե հաջողացնի մի 40 օրվա պատերազմ էլ լինի այդ 60%-ն էլ տա Ադրբեջանին, կարող է շատ ավելի մեծ հիմքեր ձևավորվեն Հայաստանի անկախ պետականության ձևավորման համար։ Իրականում դա ճիշտ հակառակն է 44-օրյա պատերազմը դա միջազգային ռազմական հանցագործություն է, որ իրականացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեցված փոխլրացնող գործողություններով եւ դա վտանգել է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Վայ Հովհաննիսյանն է շատ դիպուկ այսօր գրել, բացառված չէ, որ նոր տարածքներ կորցնելուց հետո Փաշինյանը նույն հանդարտությամբ ասի, այ հենց նոր սկսեցինք կառուցել իսկական ինքնիշխանություն։ Ես ըստ էության նույն միտքն եմ ասում տարբեր ձևակերպումներով, դա հեգնանք է ընդամենը, որովհետև 44-օրյա պատերազմը վտանգել է մեր պետականության գոյությունը, ինչի մասին նույն Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերի 13-ին հայտարարել է Հայաստանի ազգային ժողովում, ասել է, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի։ Մենք պետություն չունենք։ Սա ըստ էության ցիտատ էր Նիկոլ Փաշինյանի խոսքից։ Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել։ Սա էլի մեջ բերում է Նիկոլ Փաշինյանի այդ ելույթներից մեկում հնչեցրած մտքից։ Պատկերացնում եք այս ամենը նա ասել է ցեղասպանության նահատակների ժառանգներին։ Իսկ հետաքրքիր է ինչ են ասել նրանք, թե կսպասեն վերադառնա Հայաստան, հետո մի հայտարարություն տարածել, ոնց որ Շվեյցարիայի Չգիտեմ, այդ պահին ինչ հայտարարություն են, ինչ ոնց է անցել այդ հանդիպումը, ինչ արձագանք ա եղել, բայց այդ հայտարարությունը բացի դրանից զավեշտալի է թե ում արժև է ասում, ինքը իր բնույթով ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է հայկական սփյուռքին, մասնավորապես Ամերիկայի հայ համայնքին, որը ձևավորվել է բացառապես ցեղասպանության հետևանքով, ասենք օրինակ ի տարբերություն լեհահայ համայնքի, որը ձևավորվել է դեռ շատ դարեր առաջ, Միացյալ Նահանգներում հայերը հայտնվել են հայոց ցեղասպանությունից հետո։ Եվ հիմա ինքը ցեղասպանության ժառանգներին մեղադրում է ցեղասպանության կազմակերպման եւ ցեղասպանության հանցակցության մեջ, որովհետեւ 2023 թվականի սեպտեմբերին մեր Արցախահայությունը ենթարկվել է ցեղասպանության եւ բռնի տեղահանության։ Եւ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է դուք Միացյալ Նահանգներից զորակցել եք մեր նահատակությանը, այսինքն մեր դեմ նկատի ինքը իրան նկատի չունի, որովհետեւ որքան որ ինձ հայտնի է, ինքը դեռ չի նահատակվել։ Չնայած Չեխիայի մեր հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը
100 անգամ մոտարապես վերջին 5 տարում մահացել է եւ հարություն առե, բայց մահվան հանգամանքները տարբեր են եղել, այսինքն նահատակություն չի եղել, իրեն ոչ մեկը ցեղասպանության չի ենթարկել։ Ասենք կարող է մի անգամ ինֆարկտից է մահացել, մի անգամ ինսուլտից է մահացել, մի անգամ շատ ուտելուց է մահացել, մի անգամ սոված մնալուց է, 100 անգամ դե տարբեր պատճառներ, բայց ցեղասպանության, որ ինքը ցեղասպանության է ենթարկվել, տենց է նահատակվել։ Դեռ այդ դեպքը չի արձանագրվել։ Հիմա եթե ասում եմ մենք նահատակվել ենք, ինքը նկատի ունի ոչ թե անձնապես իրեն կամ իր թիմակիցներին, այլ հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվել է, նահատակվել է նաև վերջին անգամ 2023 թվականի սեպտեմբերին իր պաշտոնավարման շրջանում։ Եվ հիմա ինքը Միացյալ Նահանգների մեր հայ համայնքին ասում է դուք մեղսակցություն ունեք այդ գործում, դուք եք օգնել, որ մենք նահատակվենք։ Հիմա թե ինչով է նրանց հանցանքը դրսևորվել։ Որ սփյուռք հասկացություն Իսկ թվում է, ասենք Միացյալ Նահանգների հայ համայնքը ինչ պիտի արած լինի, չէ։ Իրանց գոյությամբ։ Ընդհանրապես Հայաստանի հետ հայ ժողովրդի մյուս հատվածի հետ, մասնավորապես Հայաստանի հետ ապրող Հայաստանի հայրենակիցների հետ ո՞նց է եղել։ Դրա համահավաքներ են կազմակերպել, ասենք օրինակ Հայաստան համահայկական հիմնադրամի հիմնական դրամահավաքները եղել են Միացյալ Նահանգներում։ Այդ դրամահավաքով հանգանակված միջոցները Հայաստան համահայկական հիմնադրամը հիմնականում ծախսել է միլիոնավոր դոլարներ, տասնյակ տարիներ, առավելապես Արցախում տնտեսական, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար։ Այդ միջոցներով ճանապարհներ են կառուցվել, մանկապարտեզներ, դպրոցներ, առողջապահական հաստատություններ են արդյունաբերական ունից ձեռնարկություններին են նպաստել, չէ, ռոռոկման համակարգը ստեղծվել եւ հիմա ասում եմ դուք օգնել եք մեզ դրանով, ոչ թե մեզ եք օգնել, այլ օգնել եք ճշնամուն, որպեսզի ինքը ցեղասպանության ենթարկի Արցախի հայ բնակչության։ Այն մարդիկ էլ փաստորեն նստել հիմա հայ ժողովրդին ստեղ ասարկի հանցագործ, ասում է դուք 91 թվականից հարձակվել եք դեռ Արմենիայի հռչակագրով սուվերեն պետություն հանդիսացող Ադրբեջանի վրա, զավթել եք դրա տարածքները, օկուպացրել եք եւ այլն, մենք ստեղ է մեզ դարձրել հանցագործ, հիմա էլ գնացել է սփյուռքի մեր հայրենակիցներին, ասում է դուք էլ ցեղասպանության հանցանքի մասնակիցներ եք։ Եվս մեկ մեջբերում Փաշինյանի ամերիկյան ելույթներից ասում է մեզ ասում են ձեր դերը նահատակ լինելն է, հետաքրքիր է ով է ասել, ամսի քանիսին է ասել, պարոն Ղազարյան, կամ ինչ հանդիպման ժամանակ է ասել, կամ միգուցե ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ է ասվել։ Ես չգիտեմ իրան ով է դա ասել։ Մեզ ասում են։ Մենք ովքեր ենք, ասենք, ում են ասեցիք, իրան դե ինքը որ ասում է մեզ նշանակում է ինքը հաստատ ընդ է եղել։ Էլ ով է եղել, այդ ամսի քանիսին է եղել, որտեղ Հայաստանում են ասել, թե ինքը գնացել է ուրիշտեղ ընդեղ են ասել, թե վերջին անգամ Կազանում են իրան ասել, թե օրինակ ես դեսպան եմ եղել, մարզպետ եմ եղել, իմ պաշտոնավարման շրջանում, նույնիսկ մարզպետ եղած ժամանակ Չեխիա եմ գնացել, պաշտոնական այցերով եմ ասում էլ աշխատանքային, Ռուսաստան եմ գնացել, Պարսկաստան եմ գնացել, պատվիրակություններ ենք ընդունել, դեսպան եմ եղել 4 տարի Լեհաստանում, Լեհաստանի բոլոր առանցքային պաշտոնյաների հետ շփվել եմ, այլ երկրների դեսպան, ոչ մեկը ինչ չի ասել, գիտեք ինչ, դուք ձեր գործը նահատակվել։ Դες բան հələ ես դες խոսակցության ներկա չեմ եղել։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն ես որևէ երկրի ղեկավարից կամ միջազգային կազմակերպության ղեկավարից չեմ լսել, որ ասել հայ ժողովրդի դերը նահատակվելն է։ Դες պաշտոնական հայտարարություն հաղորդը, թե ինքը որ առանձին հանդիպումներ անանում, իրան ինչ են ասում, ով ասում, լավ կլինի քիչ մանրամասն էլ ասենք, ով է իրանը դες բանը։ Միակ իմ ենթադրիչ է ինքը դե որ ասում է խոսուց չի ասում։ Դժվար է մտածել, որ Նիկոլ Փաշինյանը կարա սուտ ասի, այդ վարկածը պետք է բացառենք, որովհետև ինքը ընդհանրապես այնքան ազնիվ մարդ է, որ չգիտի ընդհանրապես սուտը ինչ է, այդ բառն են չի առաջացել, սուտ։ Հա, ուրեմն մեկը իրան ասել է, ով կարա ասացել, արդեն ստիպված ենք ենթադրել։ Դա կարող է թուրքերն ասացել են, Էրդողանը ասացել է փակ հանդիպումների ժամանակ։ Այո, դինքը հեռախոսով էլ գնում էլ է, չէ, երթմանարարողության մասնակցում։ Ալիևը կարա ասացել լինի։ Ուրիշ որևէ մեկից չեմ պատկերացնում, որ իրեն ասեն, որ ձեր խնդիրը նահատակվելն է, իրանք ինքն էլ ասի, չէ, չենք ուզում նահատակել, լինի ձեր տիրապետության տակ։ Մենք զբաղվենք տնտեսական, որովհետև մարդու նպատակը տնտեսական հաջողությունն է։ Եվ հերոսներ կերտելն է։ Ոսկերչություն անենք, ձեր համար ոսկի զարդ սարքենք, կախեք ձեր վզին, ակաժներին սիրունելիք։ Մենք էլ ապրենք։
Ես նկատեցի ձեզ դուր չէր եկել մարզիկների Փաշինյանից պարգևներ ստանալու երևույթը։ Օրինակ եք բերել Հենրիխ Մխիթարյանին։ Հիմա հարց, լավ, բայց ինչի՞ չստանան այդ մարդիկ իրենց հասանելիքը, իրենց վաստակը։ Մարզիկներ կան, որ այդ 5-6 միլիոն դրամը իրենց կյանքում մեծ հարց է լուծում, պարոն Ղազարյան։ Անկախ դրանից դա հարց լուծում է թե չի լուծում, բոլոր մարզիկները, ովքեր որ հաջողություններ են արձանագրում օլիմպիական խաղերում, ինչպես նաև իրենց մարզաձևի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, ոչ միայն մարզիկները, այլև նրանց մարզիչները եւ որոշ դեպքերում կարծեմ նաև մարզադպրոցները, որտեղ որ իրենք նախապատրաստություն են անցել, ստանում են կառավարության որոշմամբ սահմանված պետական աջակցություն։ Այսինքն անկախ ամեն ինչից, եթե որևէ մարզիկ, անկախ իր պատկերացումներից, հայացքներից եւ այլն, եթե արձանագրում է իր ոլորտում մարզական սխրանքներ, հաջողություններ, իսկ մեր երիտասարդները, ովքեր որ կոնկրետ ում մասին որից նայում, նրանք իսկապես իրենց գործում հաջողություններ արձանագրած մարզիկներ են, որոնք հպարտություն են այդ պահին առաջացրել յուրաքանչյուրիս մոտ։ Եվ իրենք իրենց հասանելիք փոխհատուցումները, հոնորարները ստանում են կառավարության կողմից սահմանված կարգով։ Այն, որ իրանք մասնակցել են, դա դրա հետ բացարձակապես որևէ Այսինքն չգնային այնտեղ, տենց այդ գումարը ձեռքները sense չնկարվեին, ստանալու էին նկարվել, ընդամենը նկարվել են գնապիտակի հետ։ Այսինքն դա ոչ պատվոգիր է, ոչ շնորհակալագիր է, ոչ պետական պարգև է։ Ասենք եթե այդ մարզիկներից մեկը թեկուզ պարգևատրված լիներ, ենթադրենք հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով կամ շքանշանով, կարելի ասել հրավիրել են նախագահական նստավայր պետական պարգևը նրան հանձնելու։ Այդ դեպքում ոչինչ որ գնային ստանային։ Դա եղել է ու շատ նորմալ պիտի ներկայանան իրենց պարգևը, այսինքն իրենք պարգևատրվում են պետական պարգևով։ Բայց այս դեպքում իրենք գնապիտակի հետ են ընդամենը նկարվում, որը գնան, չգնան, եթե իրանք այդ սխրանքը Այսինքն ակամայից դարձել են Նիկոլ Փաշինյանի PR-ի միջոցը եւ դա շատ ցավալի է, որ արել են մարդիկ, ովքեր որ իրենց մարզական սխրանքներից բացի նաեւ մեզ հայտնի են իրենց նաեւ հայրենասիրական պատկերացումներ։ Օրինակ ես հիշում եմ ցավալեր ինձ համար տեսնել Արթուր Ալեքսանյանին այնտեղ, որովհետեւ ինքը ես հիշում եմ ապրիլյան քարորիա պատերազմից հետո հենց մրցագորգի վրա կրում էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարող շապիկը, այսինքն եւ ասում էր, որ իր հաղթանակը նվիրում է մեր հերոսներին, նրանց սխրանքներին։ Դա շատ գնահատելի եւ գովելի նաեւ քաղաքացիական, հայրենասիրական ժեստ է մարզիկի կողմից, չէ՞, որ կարող է նույնիսկ մարզական ֆեդերացիան կամ մրցույթների կազմակերպիչները բացասական վերաբերվեն իրեն, բայց ինքը հիմա հարց առաջանում, բայց եթե դու Ռոբերտ Աբաջյանի վաստակը գնահատում ես, Ռոբերտ Աբաջյանը Արցախի հերոս է։ Արցախը Հայաստանի Տշտամուն հանձնող մարդու ձեռը ո՞նց է սխվում։ Եթե դու դրա հետ հանդիպելու առիթ ես ունեցել, ընդամենը մի բան պետք է ասես, պետք է ասես, «Էй, ուր է մեր հայրենիքը»։ Ուր է Ռոբերտ Աբաջյանը նշանավորվում է, ասում է, որ ինքը իր վերջին խոսքերը ինչ ասել, ասել է դիրքը հանձնող։ Հիմա այդ դիրքը հանձնողն է։ Բա այդ նշանակում է, եթե դու դրա հետ հանդիպում ես, ընդամենը պիտի առիթ է Աբաջյանի խոսքերը իրան փոխանցելու համար, ոչ թե նրա ձեռքը սխմելու համար։ Եվ այստեղ մարդիկ պետք է իմանան, որ հայրենիքը շատ ավելի մեծ գին ունի, քան 6 միլիոն 250 հազար դրամն է։ Իդեպ ասա, որ աշխարհում կան մարզիկներ, որոնք շատ ավելի բարձր հոնորարներ են ստանում, քան 6 միլիոն 250 հազարը։ Ես տեղյակ եմ, դուք եք տրանսպորտից օգտվում, պարոն Ղազարյան, եւ այդ մասին գրել էիք հետեւյալը. Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ դրական քայլը եղել է Երևան քաղաքում ավտոբուսներով երթևեկությունը անվճար դարձնելը։ Չեք կոմպլեքսավորվում այդ չվճարելու այդ պահից, Չէ, որովհետև ես վճարել եմ։ Երևան քաղաքում 2021 թվականից հետո մեր բնակարանների գույքահարկը բարձրացել է 4 անգամ։ Այո։ 4 անգամ, ոչ թե 4%-ով։ Երկրներ կան, որ հարկը 4%-ով բարձրացնում են, տարիներով քննարկում են հանրային մասում։ Սրանք առանց որևէ մեկի կարծիք հարցնելու, ընդամենը ԿՊ իրաց մի խմբակցությունով առանց ընդդիմության 4 անգամ Երևան քաղաքում գույքահարկը բարձրացրել են։ Հիմա այդ մարդիկ որոշել են, որ մենք այդ ձևով պիտի վճարենք։ Այնտեղ Երևան քաղաքին պատկանող տրանսպորտ է, այսինքն դա տաքսիներին չի վերաբերում, դա օդանավետոմսերին չի վերաբերվում, չէ՞, տրանսպորտի այլ տեսակներին չի վերաբերվում, որ ճոպանողուց են գնում օգտվում, դրան չի վերաբերվում, Մայլեռում կամ Ծաղկաձորում։ Սա վերաբերում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտին։ Հիմա մենք այդ ձևը վճարում ենք այդ եղանակով, այսինքն քաղաքային իշխանությունները այդ ձևով են որոշել։ Ինչի համար, որովհետև
Եթե սահմանել են, որ ավտոբուսով երթևեկության մեկ անգամվա տոմսը 150 դրամ է, իրանք չեն սահմանել դրա արդյունավետ մեխանիզմներ։ Օրինակ, տոմսը, որ մենք ձեռք ենք բերում, ճիշտ ասած հիմա իմ մոտ մի հատ պահել եմ, էլի դա այդ իրավապահ մարմինները ներկայացնելու համար։ Այդ տոմսի վրա ոչ գրած է Երևան ավտոբուս ՓԲ, որը ավտոբուսների շահագործող ընկերություն է, ոչ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲ, որը մետրոպոլիտեն շահագործող կազմակերպություն է, ոչ էլ Երևանի էլեկտրատրանսպորտ ՓԲ, որը տրոլեյբուսային ցանցը սպասարկում։ Գրած է Տելսել բաց բաժնետիրական ընկերություն։ Ես ուզում եմ անամ Տելսելի հետ ես ինչ գործ ունեմ, եթե գին սահմանողը ուղևորցի Երևանի քաղաքապետարանն է, որը ունի քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներ եւ 100%-ով իր սեփականությունը հանդիսացող բաժնետիրական ընկերություններ։ Տելսելի տոմսին ես ինչի պիտի առնչվեմ որպես քաղաքացի, եթե ինձ ծառայություն մատուցող քաղաքային ես Տելսելի տոմսի երես չեմ ուզում տեսնեմ, բայց քանի որ կա հանրային տրանսպորտ, որը նախատեսված է ուղևորափոխադրումների համար, ես օգտվում եմ այդ հանրային տրանսպորտից արդյունավետորեն գնահատելով, որ ես դրա գումարը արդեն վճարել եմ գույքահարկով, այլ տեղական турքերով եւ վճարներով։ Եվ իդեպ ասեմ, Երևան քաղաքում չկա նաեւ վերահսկողական համակարգ, այսինքն վարորդներին ասել են, որ դուք այլևս ֆինանսական բաղադրիչի հետ գործ չունեք, մարդիկ կվճարեն, չեն ձեր խնդիրն է, սիրուն հագնված գալ, սափրված նստել եւ անվտանգ ուղևորափոխադրում իրական։ Եվ Երևանի քաղաքապետարանը չունի աշխատակից, չունի լիազորություն, որևէ քաղաքացու մոտենալ հարցնել, դուք վճարել եք, թե մեխանիզմը չկա, որովհետև եթե նույնիսկ մարդը վճարել է, չէ՞, ինքը իր կտրոնը դե նկարանետի, իր կտրոնը հեռախոսի մեջից դուրս է գալի, եթե հավելվածով է վճարել։ Ստուգողը որ գա ստուգի, մեխանիզմ չկա ստուգելու, այս մարդը վճարել է, թե չի վճարել։ Հետևաբար ոչինչ չի վերաբերում են մարդկանց, ովքեր որ կարան չվճար, այսինքն նրանք ոչ թե պետք է անհանգստություն ունենան, որ իրանք անբարեխիղճ չեն գտնվել, ոչ, վճարում արդեն արած է, գույքահարկի տեսքով այդ վճարում արած է։ Ստե ուղղակի մի ապօրինություն կա, շատ մեծ, որի համար ես արդեն հաղորդում եմ ներկայացրել հանցագործամասի երկու անգամ։ Մեկը գրավոր, մեկը հեռախոսով, 102 հեռախոսը համարով, որ Երևանի մետրոպոլիտենի ուղևորձի գինը չի փոխել Երևանի ավականին։ Այդ մեկամյա 150 դրամը դա վերաբերում է միայն ավտոբուսների, միայն տրոլեյբուսի եւ մետրոյի գինը չի փոխվել։ Այդ որոշման մեջ, որ ավտոբուսի գինը փոխել են մեկ անգամվա, մեկ ամսվա, 10 օրվա, մի տարվա եւ այլն։ Դա վերաբերում է բացառապես ավտոբուսներին եւ այդ որոշման մեջ ասում է, ով ունի ավտոբուսի, ենթադրենք 1 տարվա տոմս կամ 10 օրվա տոմս, ինքը այդ նույն ժամանակաշրջանում մետրոյից կամ տրոլեյբուսից կարա օգտվի անվճար։ Հասկացանք, ով ավտոբուսի տոմս ունի, մետրոյից կարա օգտվի։ Իսկ մարդը, եթե ավտոբուսի տոմս չունի, ու դրա կարիքն էլ չունի, այսինքն ապրում է Գարեգին Նժդեհի կայարանի մոտ եւ պիտի գնա Հանրապետության հրապարակական բարեկամություն կայարան, ինքը ավտոբուս չի նստում։ Մետրոյի գնի փոփոխություն չի եղել, բայց այդ մարդուն ստիպում են, ասում են առ ավտոբուսի տոմս, որ մետրոյով ձերի գնաս։ Ես ասում եմ, չէ, չեմ ուզում ավտոբուս, ես մետրոյով եմ ուզում գնամ, մետրոյի գնի փոփոխության վերաբերյալ, տրոլեյբուսի գնի վերաբերյալ փոփոխություն չի եղել, հավականին չի կայացրել։ Իսկ մարդկանց հիմա համատարած զանգվածաբար շորթում են լրացուցիչ 50-ական դրամներ, եւ ես գրավոր հաղորդում եմ ներկայացրել, ընդ որում հաղորդումը ներկայացրել եմ, ընդունել են։ Հաջորդ օրը գնում եմ, դնում եմ նորից էլ 150 դրամ ցուցանակը զանգում եմ ոստիկանություն, ասում եմ հարգելիներ, ես ձեզ հաղորդում եմ տվել ոչ միայն պատասխանատվության ենթարկելու այդ շորթողներին, այլև կասեցնելու այդ process-ը։ Գնացեք մետրոյի դրամարկղեր, թույլ մի տվեք, որպեսզի մարդկանց վաճառեն 150 դրամանոց տոմս, երբ որ մետրոյի ուղևորը 100 դրամ է։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հայկական